Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Ես և Շաքե Ավոյանը ձեզ կներկայացնենք շաբաթվա զարգացումները։ Իհարկե բոլորիս ուշադրությունը հիմա սևեռված է դեպի սահմանադրական դատարան, որտեղ իրադարձությունների գլխավոր կիզակետն է դարձել ՍԴ-ն։ 7 քաղաքական ուժ դիմել են սահմանադրական դատարան, փորձում են վիճարկել ընտրությունների արդյունքները, համարում են, որ ընտրությունները կեղծված են։ Իհարկե այդ ուժերի փաստարկները, դիմումների հիմքերը տարբերվում են միմյանցից եւ դիրքորոշումներն էլ են տարբերվում որոշակիորեն։ Այստեղ կա այս 7-ի մեջ ընդգրկված են եւ արմատական ընդդիմադիրները, եւ իշխանություններին կից քաղաքական ուժեր, եւ նաեւ նույնիսկ կա ԴՕԿ-ը, որը դիմել է սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը բոլոր դիմումները միավորել է մեկ վարույթի մեջ, մեկ զեկուցող է նշանակել Էդգար Շաթիրյանին եւ հիմա պատրաստվում է քննել այդ դիմումները։ Ժամկետը կարճ է, օրենք սահմանափակ ժամկետ է նախատեսում այդ վճիռը կայացնելու սահմանադրական դատարանի որոշումը կայացնելու համար, ուստի սահմանադրական դատարանը ստիպված է օր ու գիշեր, այսպես ասած, աշխատել, որպեսզի հասցնի այդ ժամկետում տեղավորվի։ Ընդ որում քննությունից առաջ երկու դատավորի նկատմամբ ինքնաբացարկ հայտարարվեց, սահմանադրական դատարանի մյուս անդամները դիմեցին, որպեսզի Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը չմասնակցեն գործերի քննությանը, քանի որ նրանք եղել են կոնկրետ կուսակցությունների անդամներ, որոնց դիմումները այժմ քննում է սահմանադրական դատարանը։ Բայց ընդդիմությունը դիմել է նաեւ Սեդա Սաֆարյանին հեռացնելու պահանջով, որովհետեւ հայտնի է, որ Սեդա Սաֆարյանը եղել է կուսակցություններից մեկի Հանուն Հանրապետության կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու ժամանակին, բացի այդ նաև մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչն է եւ ունի որոշակի վերաբերմունք կոնկրետ դիմողներից մեկի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Այսպիսի նախաբան ներկայացրեցի, որպեսզի մեզ լսողները, որոնք բաց են թողել ինչ-որ մանրամասներ, պատկերացնեն, թե ինչպիսի իրավիճակ է հիմա ստեղծված։ Իհարկե մեծ չեն ակնկալիքները սահմանադրական դատարանից եւ դա բնական է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարողացել է այնպես քաղաքականացնել, կուսակցականացնել սահմանադրական դատարանը, որ նույնիսկ այն անդամները, որոնք ինքը չի նշանակե որոնք հնուց են դեռևս աշխատում, օրինակ Երվանդ Խունդկարյանը, այնտեղ Վաղարշյան կա, Արման Դիլանյան կա, որոնք դեռ հնուց էին 18-ից առաջ էին նշանակվել, սակայն որևէ մեկը վստահություն չունի, որևէ համոզմունք չունենք, որ դրանք կարող են անաչառ լինել եւ պաշտպանել օրենքը, օրինականությունը, այլ ոչ թե այսօրվա իշխանությունների շահերը։ Անցած հաղորդման ժամանակ ես էլ բարև եմ, բարև ձեզ։ Անցած հաղորդման ժամանակ մենք դրա մասին մի հպանցիկ այսպես պահ խոսեցինք։ Ես պատրաստ եմ հիմա հուսառատ վստահությամբ վերաբերվել սահմանադրական դատարանին։ Գիտես, Մարդ բլանշ ենք տալիս, այսպես ասած։ Մարդը քանի կենդանի է, նրա վրա խաչ քաշել չի կարելի։ Համոզել։ Որովհետև մարդը մնում է մարդ, հենց դրանով էլ մարդ է։ Ինչու պետք է այդ մարդիկ վերցնեն իրենց վրա պատասխանատվություն պատմության առջև, օրինակ։ Ինչու պետք է դա անեն։ Կանեն, ես լիքը պատճառներ կարող եմ ասել, թե ինչու, բայց հնարավոր է, որ հաղթի մարդկայինը եւ որոշեն սահմանադրական օրենքը։ Հաղթի մարդկային, որպեսզի թույլ տան հաղթի օրենքը։ Հիմա ես անընդհատ մտածում եմ, որ մեր ժողովրդի մեջ ազնվականություն չկա, ոչ թե այն պատմական, սոցիալական խավի իմաստով, այլ վարքագծի, բարքերի առումով ազնվականություն չկա։ Ովքեր պետք է սկսեն ազնվականություն դրսևորել, ավելի բարձր որտեղ կա, քան սահմանադրական դատարանը։ Կարող են, չէ, այս մարդիկ լինել ազնվական։ Առաջիցի ձեռնակը դառնալ։ Եվ հայ ժողովրդի այդ լեզվամտածողությունն ախր որ լեզվով նայես, ազնվականություն ազնիվ բառից է դուրս գալիս։ Այսինքն մարդ, որը չի կարող ստել ինքն իր առաջ, մարդ, որը իր շահերից ավելի բարձր կարող է դասել այլոց շահերը, որը կարող է լինել բացարձակապես անշահախնդիր, մարդասեր, պետական զոհաբերվող հանուն արժեքի։ Սա է ազնվականության վարքագծի այսպես բնորոշումը եւ ես հույս ունեմ, որ սահմանադրական դատարանի դատավորը կարող է իրեն դրսևորել ինչպես ազնվական։ Հիմա մենք գիտես ինչ ենք անում։ Մենք գնում ենք այն ցածր խավի, բանվոր գյուղացիական
կրթություն չստացած, չարքաշ կյանքով ապրած եւ այդ պատճառով չհասցրած կամ չընկալած արժեքների մարդկանցից պահանջում ենք լինել ազնվական։ Ոչ, մենք ազնվական լինել պետք է պահանջենք սահմանադրական դատարանի դատավորներից, մնացած դատավորներից, մտավորականներից, լրագրողներից, բժիշկներից, ուսուցիչներից, ցանկացած կրթություն ստացած մարդ կարող է դրսևորել ազնվականի վարք եւ չստել։ Իհարկե, ես մի քիչ քեզ փորձեմ առարկեմ, ազնվականությունը կրթության հետ կարծում եմ այդքան էլ կապված չի, կապված է, կարող են լինել գիտելիքի եւ արժեքների հետ, կարող են լինել նաեւ անկիրթ մարդիկ, որոնք ունենան հայրենիքի, հայրենասիրության, ազնվականության իրական արժեքներ ունենան։ Չէ, նայ, ես համաձայն եմ, կարող է լինել կրթություն չստացած մարդ, բայց ունենալ ազնվականի վարք, լինել ազնիվ բառի, հենց բառի բայց կրթություն ստացածը պարտավոր է լինել ազնվական, հասկանում եք, որովհետև դա նաև սովորում է գրականության միջոցով, ամեն ինչի միջոցով։ Դեմ չեմ։ Հիմա բայց ես կուզեի նաև խոսակցությունը տանենք դեպի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դուք կարծում եմ բոլորը գիտեն, որ ես երկար տարիներ աշխատել եմ հայկական ժամանակում եւ Վահագն Հովակիմյանը եղել է իմ երկարամյա գործընկերը, մենք նույնիսկ երբ որ դուրս ենք եկել հայկական ժամանակից, էլի երկար տարիներ կապ ենք ունեցել միմյանց հետ, շփում է եղել եւ այլն։ Ես համարել եմ միշտ, որ ինքը մաքուր հասարակ ընտանիքից դուրս եկած եւ բավականին ազնիվ, բավականին շիտակ լավ մարդ է, վատ մարդ չէ ինքը իր տեսակով, բայց դες ինքը այնքան թույլ գտնվեց, այնքան այդ ստրկական գենային ինչ որ բաներ իր մեջ աշխատեցին, ինքը չկարողացավ դեմ գնալ այս իշխանությունների դիկտատին, ճնշումներին եւ ինքը սխալ որոշումներ կայացրեց, սխալ պահեց իրեն, այդ նույն այդ վերակվեարկություն նշանակելու, չնշանակելու որոշումը այստեղ հիշի մեր ամենամեծ անազնվությունն էր, ամենամեծ անարդար որոշումներ, որովհետև գիտեք, որտեղ մարդը իր ամակով պետք է հասնի պաշտոնի, ինքը հիմա եթե լինի ազնիվ այս օրենքների նկատմամբ, անազնիվ է գտնվելու մարդու նկատմամբ, ով իրեն ուղղակի փողոցից վերցրել է եւ տվել է շատ մեծ պաշտոն, հասկանում ես։ Գուցե դրա ազնվությունը օրենքին ծառայելը պիտի վեր լիներ ամեն ինչից։ Ինքը շատ լավ հասկանում է, որ ոնց կարող է, այսինքն ես ուրիշ տեսակետից եմ ուզում նայել։ Դրա համար եթե ինքը իր մասնագիտական ունակությունների պատճառով թեկուզ այդ մարդու նշանակմամբ լիներ այդ պաշտոնին, ինքը կասեր ներողություն, ես չեմ կարող այսպես ասենք վարվել։ Բայց դա տարել է, գիտես պատմության մեջ այդպիսի մարդիկ էլ են եղել, որոնք հաղթահարել են իրենց այդ նախկին կոմպլեքսները, հետո լավ օրինակ նայի, մեր նախկին բոլոր օմբուդսմենները ժամանակին նշանակվել են երկրի նախագահների կողմից, բայց ինչ-որ մի կարճ ժամանակ հետո մեկ էլ տեսել ենք այդ մի պաշտոնից բարձր մարդը դարձավ իրական պաշտպան, ու դա հրաշալի օրինակներ էին, որոնց կարող էր հետևել նաև Վահագն Հովակիմյանը։ Եթե հիշում եք, նույնիսկ ամենաառաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին մի բան համանեցին կիսապաշտպան, բայց վերջում ինքը այդ պաշտոնը այնքան այսպես բյուրեղյա հրաշալի բան է։ Եվ հետո հիշում ես Ռոբերտ Քոչարյանը ասաց իմ ամենավատ կադրային ինչքան ընդդիմադիր է եւ իր խոսքի մեջ ինչքան հաճախ նկատում ես որ սկզբունքային ազնվական, այդպես չասես։ Եվ բոլոր պաշտպանները դարձան պաշտպան, չնայած նշանակվեցին միշտ ինչ որ այսպես նախագահների կողմից են նշանակվել։ Միշտ նրանց մտերիմներն էին նշանակվեցին եւ միայն այս իշխանության օրոք պաշտպանը մնաց, ասենք ամեն ինչ կարելի է ասել, երկչուհի կարելի է ասել, ընկերուհի կարելի է ասել, դատախազի, բայց դա պաշտպան չէ։ Պաշտպան լինելու համար պետք է հասկանում ես զոհողության պատրաստ լինես։ Դու պետք է նույնիսկ մեծ զոհողություն էլ չի պահանջվում։ Այո, մեծ զոհողություն չի պահանջվում։ Մի փոքր, այո, բարեխղճություն, մարդկայնություն, որ դու ասում ես, օրենքին ենթակա լինելու։ Եվ ազնվականություն է պահանջում։ Բայց եկել եմ ձեզ պաշտպանեմ, թե ես եկել եմ իմ պաշտոնը պաշտպանեմ եւ ձեր հաշվին շարունակեմ բյուջեից ֆինանսավորում ստանալ եւ այլն։ Ես եկել եմ ձեզ պաշտպանեմ ախր։ Եվ ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ շատ քիչ մարդիկ են, որոնք այդպիսի անակնկալ, անսպասելի եւ տենց ազնվական կեցվածք են դրսեւորում իրենց վարքագծի մեջ։ Դեռ լինելու են նրանք։ Հուսանք, որ կլինի եւ հիմա սահմանադրական դատարանի այս քննությունը կարող է լինել այնպիսի մի հատ անակնկալ, եթե իհարկե կարողանան իրենց մեջ ուժ գտնել այդ սահմանադրական դատարանի անդամները, որ ես անձամբ քիչ հավանական եմ համարում, բայց մենք ունեցել ենք ի վերջո 2003 թվականին մի կարելի ասել բավականին անսպասելի որոշում, որը կայացրել է
Գագիկ Հարությունյանի նման սովորական շարքային պաշտոնյան, այդ իշխանության ներկայացուցիչը եւ կայացրել է ընդ որում Ռոբերտ Քոչարյանի նման, այո, Ռոբերտ Քոչարյանի նման բավականին խիստ եւ Գագիկ Հարությունյանը դրսևորեց համարձակություն եւ ազնվականություն եւ ընդունեց որոշում, որը պետք է դուրս չգար Ռոբերտ Քոչարյանի նման ուժեղ նախագահին։ Նա դա արեց։ Դրա վրից ոչ մի կերպ նրան չեմ համեմատի այս կազմի հետ, որովհետեւ եթե ով որ նրա հետ խոսել է, գիտի ինչ ինստիտուցիոնալ էր այդ մարդը մտածում։ Համակարգեր էր ստեղծում, օրենսդրական անընդհատ գիտական մակարդակի էր բերում Սահմանադրական դատարան եւ արեց դա։ Եվ հիմա դա ընկել է մարդկանց ձեռքը, որոնք պետք է դրսի որոշումը բերեն ներսում ընթերցեն։ Ես թույլ եմ տալիս ինձ սпасել եւ հիասթափվել, ուրախ կլինեմ հիասթափվել եւ ուրախ կլինեմ որ դու հիասթափես, որովհետեւ դու չունես ոչ մի հույս։ Այո, դա Աստված մենք սխալված լինենք։ Այո, իհարկե։ Եվ հիմա գիտես ոչ միայն այդ հարցում։ Այո, եւ հիմա մի տեսակ արդեն հասկանալի է դառնում, թե ինչու 2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը այդպիսի կատաղի պայքար էր մղում Սահմանադրական դատարանի նախկին կազմի դեմ։ Հիշում ես, Սահմանադրական հանրաքվեի փորձեր, բոլոր տեսակի ուրեմն ճնշումներ, կաշառքներ ուղղված Սահմանադրական դատարանի անդամներին, որ դուք ժամանակից շուտ գնացեք թոշակի, մենք ձեզ բարձր թոշակ կտանք եւ այլ, այսպիսի բազում փորձերից հետո քրեական գործեր, իրենց զավակներին, հայրերին, ծնողներին ածը տանել, բերել, այո, եւ այդ բոլորի իմաստը, գիտես, այն ժամանակ մի տեսակ չէր հասկացվում, չգիտեինք, չէինք հասկանում թե ինչու է Սահմանադրական դատարանը դարձել թիրախ այսքան։ Այո, հիմա պարզ է ակնհայտ է, որ հենց այսօրվա համար էր անում Նիկոլ Փաշինյանը, որպեսզի այս վիճակում վճիռները կայացվեն բացառապես։ Պարզ էր, որ նա ստեղծում էր իրեն հարմար եւ իրեն ենթակա Սահմանադրական դատարան, վաղը մյուս օրը իր իշխանությունը հնարավոր երկարաձգելու նպատակով եւ այսօր եկավ պահը Կենտրոնական դրական հանձնաժողովի ծառայության հանձնաժողովը կատարեց։ Մի բան էլ արագ ասեմ, երբ Հանրապետություն կուսակցության հայտը ուժեղ Հայաստանին չգրանցելու մերժվեց, դա գիտեք, ես հենց այդ ուղիղ եթերում ովքեր կարող են մեր հաղորդումները դիտել, ես ուղիղ եթերում ասացի, որ սա ուժեղացնող Կենտրոնական դրական հանձնաժողովին ուժեղացնող որոշում էր, որովհետև փաստորեն պարզ է, չէ, որ սա այսպես կազմակերպված բան էր, բայց երբ այդ որոշումը փոխվել է, ԿՀ-ն մերժեց, բայց միևնույն ժամանակ նշեցի, որ ԿՀ-ի քննությունը դա քվեարկությունն է եւ հաշվարկը։ Մնացած ամեն ինչ, այդ 5 տարին իրանք ինչ կանեն, դա ամեն ինչ ոչինչ է։ Կարևորը քվեարկության եւ հաշվարկի պահն է, եւ ահա նրանք հաշվարկի պահում, ահա այսպիսի խայտարակ ձևով դելեգիտիմացրեցին ընտրությունները, վատ ծառայություն, արչի ծառայություն մատուցեցին իրենց մայր կուսակցությանը, եւ հետո հիմա ասել, որ Վահագն Հովակիմյանը կարող է լինել բացարձակապես անկախ, ես եմ ճանաչում, դու էլ ես ճանաչում, դու եղել ես խմբագրությունում գործընկեր, ես եղել եմ հենց ԿՀ-ում գործընկեր, մենք իրար կողք էինք նստում, երբ լուսաբանում ենք ԿՀ նիստերը, եւ պատկերացրու, որ հիմա ասել, որ նա անկախ է Նիկոլ Փաշինյանից, դա գիտեք, ես ված անեկդոտ կա, պետք է հիշեցնեմ, որ ասում բժիշկ ջան, թուղթ տուր, որ ես հիվանդ եմ, ուրիշ հարց չի։ Հիմա ով ուզում է թուղթ տա, ասի, որ նա անկախ է, մենք չգիտենք, որ այդ մարդը անկախ չի։ Երբ այն դու հիշեցիր, կարգին հաղորդում կար դրա մասին, ինչ թուղթ ուզում են բերեն։ Ինչ թուղթ ուզում են բերեն, ասենք կուսակցությունից դուրս գա եւ այլն։ Մենք հասկանում ենք, որ այս մարդը երախտապարտ է, երախտագետ է Նիկոլ Փաշինյանին, որը իրեն նշանակել է մի կառույցի ղեկավար, ուր ինքը ներս ու դուրս էր անում միայն որպես լրագրող եւ այլևս այլ որևէ պաշտոն չի վարել, չի եղել այդքան մարդկանց ղեկավար, չի եղել այդքան կարևոր գործերի պատասխանատու, այսինքն ինքը իր երախտագիտությունը մեծ հաշվով սա առաջին մեծ փորձությունն էր իր համար, որտեղ 2021-ից հետո սա առաջին կլիներ, եթե սա չլիներ այսպիսի իրավիճակ։ Եվ մինչև վերջ փչացրեցին, ոչնչացրեցին այդ կառույցը։ Ես վստահ եմ, որ ինքը երջանիկ կլիներ, որ լավ ընտրություններ անցկացրեցներ։ Այդ օրը, երբ իրենք պետք է ընթերցեին ուժեղ Հայաստանի դեմ դիմումը մերժելու այդ որոշումը, մինչև նիստը ես տեսա իրեն եւ ես իր դեմքից նկատեցի, որ իրենք մերժելու են, որովհետեւ ինքը հանգիստ էր, գոհ էր, այդպիսի դեմքով նախկին լրագրողը անգամ չէր կարող գնալ կեղծիք կատարելու, ինքը ուրախ էր, որ մերժելու է, դա զգացվեց։ Հենց տեսա իրեն, ես մտածեցի մերժելու են դիմումը։ Իսկ հիմա ուզում ես ասես ծանր է, ուզում եմ ասել իր համար ինքը ուրախ էր ճիշտ որոշում հայտարարելու առումով։
Եվ հիմա ես համարում եմ, որ այդպիսի մարդիկ դժբախտ են, որովհետև իրենց ամբողջ ապրած կյանքի դեմ են գնում։ Ընտրությունն է, իրենք են ընտրել այս ճանապարհը, այնպես որ պետք չի իրենց խղճալ երևի։ Մենք նաև պիտի այս կոնտեքստում նաև պիտի հիշենք այն մասին, որ ընտրություններից հետո բռնությունների, ռեպրեսիաների, քաղաքական հետապնդումների մի նոր ալիք սկսվեց, եւ ինչը որ կանխատեսում էին իդեպ շատերը ընտրություններից առաջ եւ հիմա նույնիսկ այն որ հետընտրական զարգացումներ չկան, փողոցում մարդիկ չկան, դա զերծ չի պահում այս իշխանություններին, որպեսզի իրենք հարձակումներ չգործեն ընդդիմության նկատմամբ եւ ընդդիմության հետ կապված մի հաշվեհարդարի ահավոր մի հատ process է գնում հիմա։ Ուրեմն Գագիկ Ծառուկյանի ամբողջ ունեցվածքն են փորձում խլել, քրեական գործ են հարուցում, կենտրոնական ընտրական միջնորդություն են տարի, որպեսզի անձեռնմխելությունից զրկեն։ Ավետիք Չալաբյանին կալանավորեցին այս ընթացքում, նոր քրեական գործեր, Գյումրիում եղան դեպքեր Մայր Հայաստանի ներկայացուցիչի տունը խուզարկելու, նրան ավականոնիստին թույլ չտալու տեսքով եւ այլն։ Մի տեսակ տպավորություն է, որ նոր փուլ է մտել Հայաստանը ռեպրեսիաների առումով եւ այս ռեպրեսիաների մեջ իշխանությունն ավելի անօրինական է դարձել, ավելի սանձարձակ, ավելի անթույլատրելի մեթոդների է դիմում եւ մի տեսակ վերջն էլ չի երևում։ Իհարկե մենք նաեւ ունենք մի փոքրիկ ուրախալի փաստ, որ երեք Միքայել Աջապահյանի սահմանափակումները վերացվեցին եւ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նաեւ այդ տնային կալանքը վերացվեց, բայց միևնույնն է ընդհանուր մթնոլորտը երկրում խոսում է բռնությունների, ճնշումների, քաղաքական նոր հետապնդումների մասին, որոնց միջոցով Նիկոլ Փաշինյանը փորձում է ամրապնդվել, լեգիտիմացնել գուցե իր իշխանությունը։ Ես չեմ հասկանում, Արմինե ջան, ինչու՞մն է այս խոճապը։ Ինչով է պայմանավորված։ Եթե դուք հաղթել եք, չէ որ հաղթել եք։ Ոչ, սա ցույց է տալիս, որ իրենք համոզված չեն իրենց հաղթ։ Բավարարված չեն այս հաղթանակով։ Իրենք լավ գիտեն ինչպես են հասել այդ հաղթանակին։ Երջանիկ կլինեին Վագն էլ, Նիկոլն էլ երջանիկ կլինեին, եթե առանց կեղծիքի սա լիներ, գոնե այսքանը, բայց չլիներ լեգիտիմության կասկածի, հասկանում են որ կա, չէ՞։ Ու ինչու՞մն է տագնապը եւ խոճապը, որ իրենք հիմա արդեն ազգային ժողովի նախագահի պաշտոն են իրենք իրենց մեջ քվեարկեք, որոշեք, գնացեք ազգային ժողովում ներկայացրեք։ Հայտարարել են, այնքան որ Սահմանադրական դանի որոշումից առաջ դա որոշումից առաջ Սա գիտեք ինչի է նման, այս բոլոր գործողությունները ախր ապացուցում է, որ իրենք էլ գիտեն թե ինչ են անում, իրենք էլ են հասկանում։ Այս շտապողականությունը Թուրքիայից լսեցի շնորհավորել են Ռուբեն Ռուբինյանը։ Ընտրվել է որ շնորհավորել եք։ Խորհրդարանը ձևավորված է որ շնորհավորել եք։ Մենք վիճարկում ենք, մենք սահմանադրական դատարանին ինչ որոշում կընդունի։ Դուք էլ գիտեք որ կամ մարդիկ ընդունել են որպես իր ով կմտածի որ իրենց քննարկումը ներկայացնում են որպես Դուք այդ ինչ կուսակցություն եք, որտեղ ձեր ներքին ժողովրդավարությունը մեզ հրամցնում եք որպես լավ բան։ Դուք մեր երկրի ժողովրդավարությունը, որը խոստացել էիք մեզ տվեք, եւ մեզնից մի խլեք գոնե այնքան ինչքան մենք ունեինք։ Այն փոքր հատվածը, որ մենք ունեինք, դուք դա էլ եք խլել։ Երբ է եղել մի կուսակցություն հատուկ կամ նույնիսկ մի անձի հատուկ նեղացնելու համար ամբողջ մի ինտրատեղամաս անբավեր ճանաչվեր, ինչ կանեին այն ժամանակ։ Այդ տարբեր տեսակի միջազգային կառույցները, ինչ կանեին այդ դեսպանատները, հիմա որ լռում են, դա դեռ չի նշանակում, որ այսպես էլ լռելու են։ Աշխարհը այս պահին մտել է այսպիսի փուլ։ Աշխարհը դուրս է գալու այս փուլից։ Եվ ուղղակի ապշելու են, թե ինչպես կարելի է 3 ընտրատեղամասի ընտրողներին առ ոչինչ համարել։ 3000 ձայն ցել ջուրը։ Ասում են ինչ եք մտածում, որ 6 ամիս առաջ Հայաստան չեկածներին չեն թույլ տալու քվեարկել։ Ասում եմ լավ չեմ մտածում, օրինակ իմ քույրիկը կարող է պատահաբար լինի Երևանում, ուզենա իր կամքը ինքը այստեղ չի ապրում։ Ապօրինի հակասահմանադրական որոշում է դա։ Ինչ մտածեմ, որ իմ հարազատը չի քվեարկի, եթե մարդը հենց այդ հողի վրա ապրող, այդ հողի վրա գնացել քվեարկել իր ձայնը 0 է դարձել։ Հազարավոր մարդիկ երև ինչու պետք է ես հիմա դարդանեմ Սփյուռքում ապրողների մասին, այն դեպքում երբ տեղի մարդը կորցրել է իր ձայնը եւ ձայն չի հանում եւ չի ասում ուր է իմ ձայնը, հասկանում եք, այսինքն ձայնը ոչ մի արժեք չունի, այս ընտրություններով ընտրելը եւ քվեարկելը արժե զրկվեց, վարկաբեկվեց եւ ժողովրդավարությունը դարձավ, գիտեք ինչ, աճպարարություն։ Ժողովրդավարությունը այնպես կորցրեց իր վարկանիշը ընդհանուր առմամբ, որովհետեւ նույնիսկ սովետական պետության մեջ երևի խորհրդային միության ժամանակ այսքան ակնհայտ, այս ափաշկարա ինչպես կասեն մեր նոր բարեկամները, այսքան ակնհայտ չէին անի այդպիսի կեղծիք։ Սա չի եւ հիմա էլ սահմանադրական դատարանն է հերթի կանգնել։
հերթական կզծվող իրականում այս իշխանությունները կզծնում են կառույցները եւ իրենց ընկերներին։ Ոչնչացնում են Իրենք պետական ոչնչացնում կառույցները։ են, իրենք բոքսի տանձիկ են դարձրել։ Գիտես, մարդուն ֆիզիկապես բոքսի տանձիկ չես դարձնի, որովհետեւ կապտել էր այդ ավականու անդամներ եսան աչքի տակ կանցնի մի քանի շաբաթից իր վրա հարցակվել էին sense ողմակի պես Ողմակի նման, իհարկե։ 30, 40, 50 հոգի եւ անգամ ոչ ավականու անդամներ դրսից եկած մարդիկ պատմեցել եք ինքը ես նկարահանել եմ նա կբուժվի նա նույնիսկ մի բան էլ իմ աչքին գիտես ես այդ կադրերը դիտելիս մի տեսակ ծիծաղս գալիս էր կներեք էլի հասցրել եմ ես այնտեղ որ նայում եմ իրար ծեծումից ծիծաղում ասում էս ի՞նչ է կատարում աստված իմ եւ հիշում եմ որ սա հենց պարակտման անկառավարելիությունն է որ դու ընդհանուր պարակտում ես Այո Դեր Եսայանին էլ ասացի, ասի գիտեք մենք հասնելու ենք այն վիճակին այս մթնոլորտից հասարակական, որ մի հատ ուսուցչանոցում չեն կարողանալու որոշում կայացնել, իրար ծեծելու են, որովհետև այսա օրինակելի վարք է դառնում, եւ որ ամեն օր կանգնեն ասեն ձեզ ծեծելու են, սկսեն իրականում ծեծել, բայց իրականում ծեծվում են։ Կենտրոնական ծրական հանձնաժողովում աշխատող իրենց ընկերները, Սահմանադրական դատարանում այսօր եւ վաղ եւ մյուս օրը կեղծ որոշումներ կայացնելու պատրաստ մարդիկ են ծեծվում։ Ես այդպես եմ մտածում։ Ծեծվում են այն համայնքապետերը, որոնց ծնողները մշեցի են, սասունցի են, իսկ իրենք այսօր եկեղեցի դուռ են ջարդում եւ ամեն տեսակի բռնություն են գործադրում, հանուն այնպիսի քաղաքականության, որից իրենց պապերը մի անգամ արդեն փրկվել են։ Իրենք եւ ի վերջո բռնությունը դառնում է հասարակության շփման ձև։ Մարդիկ այդ տեսնում են, երեխաներն են տեսնում, շարքային մարդիկ են տեսնում եւ այդ բռնության, այդ ալիքը տարածվելու է նաեւ մյուս համակարգերում, հանրության բոլոր մակարդակներում։ Մենք պիտի ուժ ունենանք Արմինե ջան հիմա, իրոք, որպեսզի իրար մենք չվիրավորենք արդեն, մեզ էլ չվարակի։ Ով որ թույլ գտնվի դառնալու այսպեսին։ Բոքսի տանձիկա դառնալու իր դիմացի մարդը, եթե ինքը իրեն ճիշտ զգա եւ ուժեղ զգա։ Այսպիսի հասարակական իրավիճակ ստեղծել, այսպիսի պարակտում ստեղծել, լավ ովքեր որ ասում են ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչից գոհ եմ։ Նրանք ո՞նց կարող են դրանից գոհ լինել։ Այսինքն իրենց դուր է գալիս որ հեռուստացույցը միացնեն, տեսնեն որ Երևանի քաղաքապետարանում 40 հոգի հարցակվել են մեկին ծեծում են, թեկուզ այդ մեկը հանկարծ սխալ լինի։ Ընդ որում նա սխալ չի եղել ոչ մի կերպ։ Նրան Չէ, հարցը ճիշտ ու սխալը չի, հարցը դա շփման միջոցով չեն գնացել, այդ մարդիկ Բաքում չեն խաղացել։ Բաքում եթե 4 տղա մեկին ծեծի, հետո գնան տուն բազմեն, ամեն մեկի պապան կասի, բայց չես ամաչում։ Բայց գիտես, չես կարողանում այդ մարդկանց մեղադրես, որովհետև երբ որ քո պետության առաջի դեմքը կանգնում է, ասում է սատկացնելու եմ, կզզցնելու եմ, բոմժն դարձնելու, այո, երկրորդ դեմքը հիմա ում են ընտրել ազգային ժողովի նախագահի տեխնացու, հա, որ պիտի գնա։ Ասում է Հələ եկեք խորհրդարան տեսեք ձեզ ինչ են կանելու։ Այդ մարդիկ արդեն բռնությունը դարձրել են շփման միջոց, դարձրել են հարցեր լուծելու միջոց։ Այդ պարագայում ինչով է իմ խոսքը։ Ազնվականության, որ չկա, փաստորեն մենք չենք ձևավորել, միշտ կորցրել ենք ազնվականության շերտը։ Ազնվականության վարքագծի մեջ է մտնում նաև հարգալից խոսքը ցանկացած մարդու նկատմամբ, հանդուրժողական խոսքը եւ ազնվականությունը չեն կարող արդեն խոսել։ Ազնվականությունը այն վարքագիծն է, որը պետք է օրինակելի լինի հասարակության համար։ Հիմա այս մարդիկ ազնվականության հետ ոչ մի կապ չունեն, իհարկե, բայց նրանց վարքագիծը ելնելով իրենց իշխանություն ունենալու դիրքից դառնում է օրինակելի հասարակության մեջ։ Այո, մանկապարտեզում մի հատ կարող է քննարկում լինի ծնողների եւ ուսուցիչների միջեւ եւ դա կարող է վերջում վերածվի ծեծի ու չզարմանաք հարգելի հայրենակիցներ, որովհետեւ մթնոլորտը հիմա Ձուկը գլխից է հոտում, անմիջապես այդ խոսույթից հետո մենք տեսանք այս խայտարակ ծեծը։ Ասենք այդ տղան կարող է շատ լուրջ վնասվել, եթե իմիջիալոց չի վնասվել, որովհետեւ իր ստացած վնասվածքները երևում էր, որ մարդուն ցավ պատճառելու հստակ մտադրությամբ ամենամեծ ուժով խփել են։ Ախր ինչպես կարելի է, չէ՞ որ դուք ավականի եք, բայց այդ բառից դուք չեք ամաչում։ Հարգելի ավականներ, այդ բառը դրեք բառարանով եւ կարդացեք որևէ հանրության ավականի։ Մի հատ տեսեք հələ ավականին ինչպիսի վարք պետք է ունենա։ Դա խրախուսվում է վերևից, ոչ ոք չի պատժվում, այդ ծեծի ենթարկողները հիմա կտեսնես, որ կանցնի որոշ ժամանակ կմոռացվի այս միջադեպը։ Ոչ ոք չի պատժվում դեռևս։ Իհարկե, հանրությունը քննադատեց, հանրությունը շատ վատ վերաբերվեց, մենք տեսանք արձագանքները մեծ հաշվով շատ բացասական էին, որ չի կարող այդպես լինել, որ Երևանի քաղաքապետարանի ավականու նիստում այսպիսի վիճակ տեղի ունենա, բայց
ի վերջո երկրի իշխանությունն է որոշում մթնոլորտը, ոճը, թելադրում է հարաբերությունների ձևը եւ կրթությունը նորաձև է, նոր փուլ են սկսել։ Այո, Կրթություն են սկսել, այսինքն է նորաձև, ծեծնել է նորաձև։ Ծեծերը նորաձև է, կրթությունը նորաձև է, եւ դա, ասենք, հիմա պետք է նշել, որ մարդը, ով որ հանրապետության առաջին նախագահին, ում հետ ինքը անձամբ նույնիսկ ծանոթ է, ում հետ ինքը աշխատել է եւ հարգել է եւ որին հարգում է հանրության մի ստվար հատված, հաղթանակած նախագահին, մեր առաջին նախագահին անվանել է ոչիլ եւ մերալիս դաչի, նա ասում եկեք ձեզ կրթեմ, ներողություն, դա նախ դուք գնացեք կրթվեք, տեսեք, որ այդ խոսույթը, այդ վատ բառերը, այդ վատ ձևը եւ իշխանություն օգտագործում, ընդ որում, էլի պետք է, սրանով էլ պետք է իմ խոսքը ավարտեմ, ազնվականության վարքի մեջ կարևոր մի բան է չչարաշահել այն ուժը, որ դու ունես։ Դու ուժեղ ես, չէ՞, դու այդ ուժը չպետք է չարաշահես։ Եվ դրա հետո բայց դա իրենց անձնական ուժը չի ախր, սա պետության տրամադրած ուժն է, դա մեր ուժն է, որ մենք տվել ենք իրեն։ Դա մենք ենք այդ ուժով իրենց, մենք այդ ուժով իրենց օժտել ենք, բայց իրենք պետք է լինեն այնքան ազնվական, որ այդ ուժը չչարաշահեն։ Այո։ Եվ հետո մի բան էլ կուզեի մեզ ասել։ Մի հիացեք երբեք այդ բռնություններով, հա, մի ոչ հիացեք, ոչ թաքուն խրախուսեք բռնություններ գործադրողներին, որովհետև եթե մարդը թաքնված է ազգային անվտանգության հետևում, ոստիկանության հետևում, թիկնազորի հետևում, ծեծող բրիգադների հետևում, դա ուժ չի, դա թուլության, դա խեղճության, ողորմելիության նշան է։ Այո, փաստացի չի հասարակությունը չպիտի դրանով ոգևորի խրախուսի այդ մարդկանց, որովհետև դուք պատկերացրեք այդ պաշտոնը, այդ աթոռը, այդ իշխանությունը իրենց ձեռքից եթե վերցնում եք, տակը ինչ է մնում։ Իրենք քանի հոգու կարող են ծեծել անձամբ կամ ինչ որ մեկին պատժել անձամբ։ Այդ երևութական բան է, որը մենք հասարակությունը մենք մեր խելքի, մեր անխելքության, մեր հիմարության պատճառով օժտել ենք իրենց, հիմա կրակն ենք ընկել դրանց ձեռը։ Տղամարդիկ ծեծում են մեկին, կանայք ծեծում են իրար հայհոյում են եւ մտածում ես, ասում ես եւ դրան զուգահեռ թերթում ես Facebook-ի էջը, դա տեսնում ես, սենց ապշում ես, դե հիմա ծիծաղոտել է գալիս, ինչ ասեմ, դե իրավիճակներ կան, անկախ քեզնից, ես ինչքան դեռ չէի տեսել այդ կապտած վիճակ, այդ խառնաշփոթը նայում եմ, ես լուրջ եմ ասում, ծիծաղել, ուրիշ բան չի մնում։ Մեկի տեսնես մի հատ կին, տարիքով կին, պատասխանում է լրագրողի հարցին, ասում է ինչից է գոհ, ասում ամեն ինչով գոհ եմ։ Ամեն ինչով ես մեջ վերում եմ, ամեն ինչով, որը թվեմ էլ որը ասեմ։ Ամեն ինչով ես գոհ եմ։ Դե ինքը նույն բանը ասում է, չէ, ասում է Շակե ջան, ասում է իմ 8 տարվա կառավարման ընթացքում միայն դրական բաներ են տեղի ունեցել։ Հայաստան պետությունը ասում է իր զոհերով, զոհողություններով հանդերձ ամենահաջողված պրոյեկտն է ասում է մարդը։ Ինչ կուզի կասի հիմա այդ կինը, բայց այդ կինը, չէ, բանական արարած։ Եվ որ ժուրնալիստը ասում է կոնկրետ ինչով ես գոհ, ինչից եք գոհ հարցնում է։ Ասում ամեն ինչից, որովհետև չի կարող։ Ոչ չի ասի ասենք ես տեսա որ քաղաքապետարանում sense խայտարակ ծեծ է եղել, բայց ես գոհ եմ։ Չուք ստացա դրանից։ Ես գոհ եմ, որ ես գիտեմ որ Արցախը կորցրինք, որ գուցե հնարավոր էր պահել։ Կորցրինք, ես գոհ եմ։ Զոհեր եղած 5000 չեմ ասելու, հազարավոր, ինչա 3000-ը քիչ է, չնայած հիմա ավելացրել են դա, մոտեցել են 4 հազարավոր զոհեր եղան։ Գոհ ես տիկին ջան դու։ Այսինքն մի բան չկա, ասես չնայած, գոնե ասես չնայած զոհեր եղան, բայց դուրս գալիս է, ինչպես է նա ուտում պերաշկին, ես իրան եմ ատել։ Գոնե հիմնավորի, բայց այն չնայածը ասա, գոնե իմանանք, որ դու դժգոհ ես, որ զոհեր են եղել։ Ասում են Տաղուշի այն Կիրանցի պատը մեր ձեռքբերումն է, մեր հպարտությունն է, ինչու է կպարտանում։ Ինչն է դրա հպարտանալու պատճառը, ո՞րն է ձեր։ Ինձ թվում է քիչ-քիչ այդ փուչիկը արդեն հասկանալի է դառնում։ Երբ վատը փորձում են ես համար դարձնել լավ։ Ասենք վատ բան է եղել, օրինակ, եւ իրենք դա դարձնում են լավ, ներկայացնում են լավ, բոլոր դեպքերում են անում։ Գոնե մի դեպքում, որ ասեն, այս դեպքում այնքան էլ հաջող չեղավ, բայց ահա այս դեպքում, բայց իրենք բոլոր վատ բաները ասում են մեզ տվեց օգուտ։ Ժողովուրդ, այս բաներով եկեք հպարտանանք։ Եվ դա ինչ է, ավելի շուտ էին մտածել։ Ստեն դա շուտ էին մտածել։ Ասում են, եկեք մտածենք, որ ինչ է լինի, մեզ պարտված չենք զգալ։ Ուրեմն ինչ է լինի, մեզ հաղթած ենք զգալու։ Հիմա ինչ էլ եղավ։ Այդ ինչը եղավ, եւ իրենք իրենց հաղթած են զգում, իրենք իրենց ուժեղ են զգում, շատ լավ, սպասելու ենք սահմանադրական դատարանին։
Բայց Արմինե ջան, դու քո թվարկած թեմաների մեջ նշեցիր մանդատները վերցնել չվերցնելու հարցը։ Այսինքն դեռ մանդատները մի մասը չի վերցրել, ովքեր պետք է քվեարկեն նաև, չէ, ազգային ժողովի նախագահ ընտրել, բայց այստեղ իրենք արդեն իրենց համար նախագահ են կարգել, իրենց կուսակցության մեջ որոշել են։ Մի քանի հոգով քաղաքապայմանագրի որոշում են, հա, մի քանի հոգով որոշել եւ դա այդպես էլ կլինի, եթե բայց հիմա ես մտածում եմ, միթե առանց Բարգավաճ Հայաստանի մանդատների ընդդիմությունը գնալու է խորհրդարան։ Ես օրինակ չունեմ այդ հարցի պատասխանը։ Դու ավելի փորձառու ես ինձնից։ Խնդրում եմ ասա, դու ուզում ես տեսնել Ես երեք այդ մասին ճիշտ ասած գրել եմ, ես հասկանում եմ, որ մեր ընդդիմադիր զանգված եւ այն մարդիկ, որոնք իշխանափոխություն էին երազում, շատ դժգոհ են այս իրավիճակից եւ այդ դժգոհությունը նաեւ տեղափոխվում է անդիմության նկատմամբ եւ նաեւ ասում են, որ մենք այդ մանդատը չենք տվել, այդ քվեն չենք տվել, որ դուք գնաք խորհրդարանում նստեք, բայց Գիտես, մենք Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում, հա, բոյկոտի մեխանիզմը ամենապասիվ պայքարի մեխանիզմն է։ Մենք այդ երկիրը չենք, որ մենք կարողանանք բոյկոտով հասնել հաջողության։ Երբ որ դու տալիս ես մանդատ, դու տալիս ես այդ որոշում կայացնելու իրավունքը։ Այսինքն որոշումը համենայն դեպս իրենք կայացնելու են։ Որոշումը չվերցնես, գնաս, չգնաս, իրենք կայացնելու են, որ ասում ես, ես մանդատ եմ տվել, որ ես ինչ անեմ։ Դու մանդատ ես տվել վստահելով, որ նա կընդունի ճիշտ որոշումները, հասկանում ես։ Հիմա քաղաքական ուժը ինքը պետք է ընդունի։ Եթե ընդդիմադիր դաշտի կուսակցություններից մեկը բացահայտ անազնիվ ձևով, անարդար ձևով, իրենց կարծիքով, ասում եմ, իմ կարծիքով չեմ, լրագրող եմ, ես ասում եմ, իրենց կարծիքով դուրս է մնացել։ Ինչ օգուտ է տալու, ինչ ակտիվ պայքար է դա լինելու, որ իրենք գնան եւ այդ խորհրդարանում աշխատեն։ Սա գիտեք մարզիկները չէին անում։ Եթե մարզիկների մի խումբ տեսնեին, մի հատ լավ մարզիկի, իրենց ինչ որ պատճառով չէ, իրենք կարող բոյկոտեին եւ չգնային մրցության։ Հիմա ազնվականություն, որտեղ կդրեմ, իշխանության մեջ մեկ անգամյա ակցիա չի, որ մանդատը չվերցնեն, պատժեն, թքեն եւ բանանեն։ Դրանից հետո գալու է մի երկար շրջան, որտեղ ընդդիմությունը ուղղակի անհետանալու է ասպարեզից։ Մենք չենք ունենալու որևէ քաղաքական process։ Թող աշխատի առանց խորհրդարան գնալու։ Չի ախր, դու պիտի ելնես այս եղած իրավիճակից, այս երկրի իրողություններից պիտի ելնենք, չէ՞։ Մենք միջև չունենանք, այս գիտես Արմինե, ես պետք է ավարտեմ, էլի, մեր հանրության բոլոր շերտ, մենք կարող ենք առանձին ամեն շերտի մասին մի հատ հաղորդում անել, հասկանում ես։ Ես ասում եմ, որ եթե այս ճնշումների պայմաններում նաև մենք չունենանք խորհրդանում ընդդիմություն, որը գոնե այդ ամբիոնն է օգտագործում, շփվում է միջազգային կառույցների հետ։ Այո, լավ է գնան։ Կարծում եմ, որ դա չեղածից լավ է, չեղածից լավ է ուղղակի։ Ես ուզում եմ մնան դրսում եւ պայքարել։ Միայն մի թվեր ասեմ մեր լսողների համար, ինձ թվում է հետաքրքիր կլինի։ Մենք ուրեմն նախորդ խորհրդանում եղել է ընդդիմադիր միացյալ ընդդիմությունը եղել է 36 մանդատ, իշխանությունը ունեցել է 71 մանդատ, հիմա ունենք 41 ընդդիմադիր մանդատ եւ 64 իշխանական մանդատ, ինչը նշանակում է, որ ինչ որ բաների հարցում, ինչ որ հարցերում իշխանությունը նաեւ սահմանափակված է լինելու որոշում կայացնելու։ Կարող է մարդիկ չհասցրեցին այդ համեմատությունը։ Ընդդիմությունը հիմա ավելի շատ է, եւ իշխանությունը հիմա ավելի քիչ է, քան նախորդ խորհրդարանում։ Դա էլ ինչ որ մի բան է նշանակում։ Իսկ պետք է մենք արտահայտենք մեր կարծիքը այն մասին, որ այս խորհրդարանը համարում ենք ոչ լեգիտիմ։ Հենց իրենք ընդդիմադիրները, ես ոչ կյանքումս ոչ տեխնացու եմ եղել, ոչ պաշտոն եմ ունեցել։ Ահա, իրենք ինչպես պետք է վերաբերվեն դրան, որ իրենց ընկեր մարզիկը դուրս մնաց մրցաշարից։ Ամենայն դեպս մանդատ չվերցնելը ոչ լեգիտիմ խորհրդարանի նշան չի լինելու, իրենք 64 մանդատով կարողանալու են աշխատել, աշխատեցնել, շատ արագ հաղթահարելու են այս մանտրաժը կոմպլեքս է այս օրերի, մտնելու են հունի մեջ, Նիկոլ Փաշինյանը գտնելու է նոր ձևեր, բռնությունների նոր ալիք է իրականացնելու, իր բոլոր ինստիտուտները աշխատելու են իրենց հունով եւ ստացվելու է, որ ընդդիմադիր զանգվածը ուղղակի դուրս մղվեց իրական կյանքից։ Շատ լավ։ Հանրային ակտիվ կյանքից։ Ես շատ հարգում եմ քո կարծիքը, ըստ էության երևի դա ճիշտն է, որովհետև պետք է աշխատել, ոչ թե բոյկոտել։ Նույնիսկ երբ ես լրագրող եմ, լրագրողները եկեք ասում էին, վայ, ուշանումով եկեք բոյկոտենք, ես ասում եմ, չէ, ես չեմ եկել ստե բոյկոտեմ, եկել եմ լուսաբան։ Բոյկոտը թույլ պայքարի թույլ ձև է, այո։ Բայց գիտես ինչ Արմինե ջան։ Նաև դա ձև չէ, ասենք ընկերոջ հետ գնալ անտառ, արջը հասնի, ընկերոջը թողնել եւ փախնել։
Հիմա Չէ, այստեղ Բարգավաճ Բայակայի Հայաստանը խնդիրը չի, Շաքե ջան, Բա ինչ այստեղ մեր խնդիր։ բոլորիս խնդիրն է, այստեղ ընդդիմության խնդիրն է, Բացահայտորեն- այստեղ իշխանափոխություն ձգտողների խնդիրն է, այստեղ երկրի ապագայի խնդիրն է, ԲՀԿ-ն ինչ է, հա, մի քանի մանդատ չստացավ, դա մեծ ողբերգություն չի պետք, Բա չի դրա վրա լեգիտիմության այդքան հարցը։ ֆիքսել։ Լեգիտիմության հարցը, այո, օրինական հարց է եւ Լեգիտիմության ես հարցը չգիտեմ այդ հարցը եթե ոնց դու մտնում ես, հարուցվելու։ եթե դու այդ Չէ, տոմսը չգիտեմ։ վերցնում ես եւ գնում ես ներս ես մտնում, ուրեմն ստացվում է որ դու այդ խորհրդարանը ընդունեցին եւ Միևնույն դարձել է, դրա անդամ։ նույնիսկ եթե չգնացին խորհրդանը գործելու է։ Այդ ամբողջ ճշմարտությունը դա է, ուղղակի պետք է ելնենք դրանից։ Լրիվ քո Վրաստանի այդ օրինակն էլ համաձայնեք- մեր աչքի առաջ ունենք, էլի։ Քո այդ լրիվ համաձայնով թե ես ունենայի մանդատ չէի վերցնել։ Կամ կաս։ Բայց ես կուզեի մի փոքր նաև խոսեինք այն մասին, որ այս իշխանության, սենց ասեմ, ավերածությունները, այս որ մեզ բոլորիս փակ ուղի են մտցրել, այսպիսի ճգնաժամ կա կառավարման, ըստ էության նաև ավականու դեպքերն էլ են, չէ՞, կառավարման ճգնաժամի Այո, մասին վկայում, հա։ Այդ դրանք կարող է նույնիսկ չարյաց փոքրագույնը լինեն այն արհավիրքների առաջ, որը մեզ սպասվում է առջևում, հա։ Հայտնի չէ թե մոտ ապագայում ինչ հարաբերություններ են լինելու Հայաստան-Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան հարաբերություններում ինչպիսի զիջումների է գնալու Հայաստանը եւ վերջապես ամենակարևորը Ռուսաստանի հետ այս լարվածությունը, որը հասցրել է նրան, որ մեր արտադրողները զրկվել են մի ահռելի շուկայից ու մնացել են այսպես ափի բերան, չգիտեն ինչ պիտի անեն իրենց արտադրանքի հետ։ Իդեպ այսօր մեզ ասում էին, որ շատ բավականին մեծ տեղցի բան ունեն, բերք ունեն այս տարի մարդիկ եւ չգիտեն թե ինչ են անելու, որտեղ բոլոր կորիզավոր, գիտես, գյուղմթերքն է արգելված Ռուսաստան վաճառելու եւ Եվրոպա տանելն էլ հավատացեք, որ դա մի հատ մեծ բլեֆ է, որի մեջ փորձում է իշխանությունը ներքաշել ժողովրդին, ցույց տալ, որ իբր թե այդ մի քանի ծիրանը, որ մարդակրոսը կերավ, ուրեմն գնացին։ Չեն հավատալու։ Նրանք ովքեր ունեն ծիրանը քչան այդ մարդիկ կծգան, մյուսները չեն հավատալու, որ չգնաց Եվրոպա։ Հասկանու՞մ ես, ինչքան ուզում ես ասել, իրենք չեն հավատալու։ Եվ դրա համար թող գյուղմթերք արտադրողները իրենք գոնե հասկանան, գոնե հասկանան, տեսնեն թե ինչ է կատարվում։ Եվ իրենք պահանջատեր լինեն իրենց իրավունքների Գյուղատնտեսական վերջո։ արտահայտությունը ճտերը աշնանն են ասում։ Աշնանը կհաշվենք այն ճտերին, ովքեր գյուղատնտեսական այս տարին կփակեն ոչ թե այսքան մեծ մինուսով, այլ այսքան փոքրիկ մինուսով, եւ նոր հայտնի կդառնա, որովհետեւ հիմա ուզում ես ամեն օր ասա, որ ժողովուրդ Եվրոպան իր տանելով հեշտ լիներ։ Հիմա վաղուց էինք տարել։ Աշխարհի ամենահին առևտրական աշխարհի ամենահին առևտրական ազգն է։ Հիմա վաղուց տարել էր Եվրոպա։ Հեշտ չի, դրա համար չեն տարել։ Իսկ եթե հաջողեցնեն եւ կարողանան հաջողեն եւ կարողանան տանել, ես ու դու ամենաուրախը չենք լինելու։ Ես ուրախ եմ լինելու, ինչի մասին է խոսքը։ Ուղղակի աշնանը մենք կհաշվենք, թե ով կարողացավ տանել։ Եվ ոչ միայն դա, հիմա եթե հիմա ասում ենք, խոսում ենք այն մասին, որ ինչ-որ մի փոքր խավ է դրանից դուժելու, բայց եթե գազի գինը ավելացրեց Ռուսաստանը, բոլորն են դուժելու։ Հայաստանում որևէ մարդ չի մնալու դուրս այդ դրա հարվածներից։ Ու դա կարող է շատ արագ ու շատ կարճ ժամանակում լինել եւ դա ոչ թե խոսում են մասին, որ այսպես է ստացվել, հա, պարզապես դեպքերի իրադարձությունների զարգացումը տենց է դեռ ոչ ժողովուրդ, ուղղակի այս իշխանությունը հետևողականորեն փչացրել է, ավերել է բոլոր տեսակի կապերն ու հարաբերությունները, բոլոր ոլորտներում է ձախողել, տապալել իր աշխատանքը, երկրի շահերից չբխող որոշումներ է կայացրել, պահվածք է դրսևորել եւ դա մենք ամեն օր զգում ենք մեր մաշկի վրա ու դեռ զգալու ենք փաստորեն։ Այո, կզգանք կտեսնեն։ Եթե կոմոդ ուրիշ թեմա կա կամ չկա, ես ուզում եի նորից անդրադառնանք մի հատ եկեղեցու թեմային, դեռ ես անցած շաբաթ զգացի, որ ակտիվություն է, նորից սկսել են իրենց սալմոսներն ու իրենց բաներն են սկսել եւ խոստացել են եւ անելու են, չեմ կասկածում, բայց երբ Բագրատ եւ Միքայել Սրբազանները ողջագուրվեցին այնտեղ դատարանի բակում, ես մտածեցի, որ մենք այլևս չենք կարող վստահ լինել ոչ մի գործողության վրա, լինի դա սկզբնական են ձերբակալում, կալանավորում եւ այլն մինչեւ դատական, որովհետեւ այս մարդիկ մի տարի նստեցին, ես տեսա իրենց մի տեսակ ես զգացի, որ իրենք ֆիզիկապես տարապել են, թեև դեմքից երևում է, որ հոգով շատ պուր են եւ ամուր են, բայց ես մտածում եմ, որ հանրությունն այլևս չի հավատալու այս ձերբակալություններին։ Ասել են, այսա բռնեցին
կհանեն։ Եվ նույնը Անդրանիկ Թևանյանի դեռ հայտնի չէ ինչ process-ներ են գնում կտեսնենք, ասենք այդքան դաժան Ահաբեկչի մեղադրանքը վրա, Ահաբեկչի մեղադրանքը վրա Բագրատ Սրբազարն իր համար փողոցում քայլում է, տենց Ահաբեկի չէ լինում։ Մի բան էլ պատմեմ, որ Գազական process-ը ցույց տվեց փրկվել է ամբողջ գործը։ Այդ օրերին, որ նոր էին բռնել, ես եկեղեցու մասին հարցախույզ էի անում, հենց եկեղեցու պատի հետևում ապրող մարդկանց էի ուզում տեսնեմ ինչպիսին են նրանք։ Ազնվականներ էի փնտրում այդ շերտում, որ դու ասում ես կարող է լինել առանց կրթության։ Եվ մի մարդ ասում է, չտեսաք դուք, որ Ահաբեկիչ են, ասում եմ, ով։ Լավ էլ գիտեք ով։ Լավ էլ գիտեք, որ զենքերը տեսել Բագրատ Սրբազարին։ Հիմա մտածեցի հենց տեսայի իրենց այդպես դրսում, ասեցի, «Ին մարդուն գնամ գտնեմ, հարցնեմ», ասեմ, տեսակ որ պետք չէր մարդուն, այդքան վատ բան ասել, Ահաբեկիչ, ախր նա, հետո մտածեցի, նրան չեմ համոզի, ավելի լավ է ինքը մնա այդ կարծիքին։ Մյուս մարդիկ են այդպես Մյուս մարդիկ, ով պետք է Երևանի քաղաքապետ Փամբուխչյան, կանգնում ասում է պետական դավաճանի խմբակցություն եք դու ով ես որոշել, որ ով է վերջնական որ ով կուզի լինել պետական դավաճանի խմբակցության անդամ, բայց դատարան այդպիսի բան չի հայտնել, այդպիսի մեղադրանք չկա, ոչ քննիչ ես, ոչ դատավոր ես, ով է քեզ իրավունքը տվել նման բան հայտարարես։ Անտարբեր կդառնա այդ ձերբակալությունների, այդ PR էֆեկտի վրա, որ բռնեցինք, այս մեկին այսա կպատժենք, ահա այսպիսի կաշառատուներ կան, ահա այսպիսի ահաբեկիչներ կան։ Հանրությունը գիտեք ինչքան այդ լուրին վերաբերվելու է, ինչպես օրինակ ինձ թվում է վաղը երեկոյան անձրև կլինի լուրը ավելի արժանահավատ եւ կարեւոր է լինելու հանրության համար, որովհետեւ անձրևանոց վերցնենք թե ոչ, բայց կալանավորվեց հերթական ընդդիմադիրը, որովհետեւ նա ահաբեկիչ է կամ դավաճան, զերո էֆեկտ է ունենալու հանրության։ Եվ դա Նիկոլ Փաշինյանից կխլի իր գլխավոր գործիքը։ Այո, այդպես է, մենք հասկացանք, որ հատիկ են նրանք բաց թողնելու իրենց գործիքները, ընդ որում ընդդիմությունը, որ ասում ես пассив ակտիվ իրենք են իրենց վարկանիշը փչացնում։ Ուղղակի այնքան մեծ վարկանիշ էր, որ այսքան փչացնում են, էլ այդքան կա։ Ընդդիմությունը ինչ է արել, որ այս մարդկանց վարկանիշը փչացրել։ Իրենք են իրենց վարկանիշը փչացրել, իրենց ելույթներով, իրենց անտեղի գործողություններով, իրենց այդ մեջընկան շտապողականությամբ, հասկանում եք, ընդդիմությունը չի արել դա։ Ընդդիմությանը եւ ընդդիմության հետ համախոհ մարդկանց չի հաջողվել երևի գոնե մեկին համոզել, որ իրենց խափում են։ Այս ամբողջ պրավալները, որ այդ ձախողումները, որ այս իշխանությունը տվել է, հենց ինքը նախաձեռնել է, ինքն էլ իր վարկանիշը կորցրել է։ Պետք է սպասենք քիչ-քիչ կորցնի։ Ուղղակի մի քիչ շատ երկար է տևում այդ կորցնելը, որովհետև երբ որ մարդուն հաջողվում է միանգամից 80%-անոց վարկանիշ ձեռք բերել, 8 տարում այդ վարկանիշը չի կորում։ Հասկանում ես, որովհետև ոչ ոք չի ունեցել մեր երկրում 80%-անոց վարկանիշ։ 90%-անոց վարկանիշ ուներ Արցախում Ռոբերտ Քոչարյանը, երբ առաջին անգամ նախագահ ընտրվեց։ Առաջին այդ ընտրություններին ես Ղարաբաղում էի, եւ նա գրեթե 90%-ով ընտրվել էր մաքուր ընտրությամբ Արցախի առաջին 91 թվին էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունն էլ առաջին անգամ, բայց նա շատ մեծ տոկոս էր իհարկե։ Նա շատ մեծ տոկոս էր։ Ուզում եմ ասել, դու հասկանում ես, որ մաշվում է շատ բարձր վարկանիշ, որ այսպես երկնքից ընկել էր քաղաքացիական պայմանագրի վրա, ընդ որում մեկի վրա, ոչ թե բոլորի վրա։ Նրանք կարճ ժամանակում եւ մեծ վնասներ չպատճառելով կորցրեցին իրենց վարկանիշը, այս մարդը ավելի երկար ժամանակում ու այսքան ավերածություններից հետո դեռ պահպանում է իր վարկանիշը։ Նրանք իրենց վարկանիշը կորցրեցին նաեւ ընդդիմության պատճառով։ Ընդդիմության զետպարտությունների, նաեւ կեղծ լուրերի շատ այսպես ակնդետ հետևելու, ամեն սխալը բռնելու, ամեն ինչը բռնելու արդյունքում ընդդիմության եւ Նիկոլ Փաշինյանը պես ընդդիմության գործիչ ընդդիմության պատճառով քիչ-քիչ կորցրեցին իրենց վարկանիշը։ Այսինքն իրենք ավելի լավ, Նիկոլ ավելի լավ ընդդիմություն էր, քան իր ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ ինքն իր ընդդիմությունն է, որտեղ այնքան ինչքան ինքն է իր վարկանիշը փչացնում, դեռ ոչ մի ընդդիմություն չի արել։ Շատ լավ, կարծում եմ այսքանը բավարար է այսօր։ Այսօր մենք ոնց որ այսպես մի հայտարարիչ եկանք, այսօր էլ այսօր ես այդ ավելի հետաքրքիր է։ Այսօր ավելի հետաքրքիր է։ Հակասման տրամադրություն ունեի։ Շնորհակալություն։ Այսքանը կհանդիպենք։